Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, բավականին երկար ժամանակ է ոնց որ չեմ արել։ 2 շաբաթ մեկ ալիքում է, 3 շաբաթ մեկ ալիքում է։ Այս շաբաթ կլինի այս մյուս ալիքում, հետո շաբաթվա ընթացքում միգուցե նաև լինի մյուս ալիքում, որովհետև չգիտեմ, միգուցե մյուս ալիքում մեկ այլ մարդիկ են նայում, հա, նույն մարդիկ չեն, ովքեր որ այստեղ են։ Այնպես որ պահեք 4 տարբերակ, 4 տարբեր տարբերակներ։ Ես որտեղ գնում եմ այդ տարածքում, ձայնս արձագանքում, որովհետև այստեղ դատարկել ենք, բնականաբար տարել ենք այնտեղ էլ դեռ չեմ դասավորել։ Դրա համար այս վիճակն է։ Դե ոչինչ։ Ըստ թվում է այդքան շատ չի։ Կամ ոնց որ նրա նման է, չգիտեմ, ինչ որ։ Դե պահեք 4 տարբերակ։ Տեսնենք։ 4 տարբերակներից մեկ, հա, կամ կարող պահել, կամ 4 տարբեր բաներ պահեք, որովհետև նույնը պետք չի պահել, դա խանգարում է, եւ դուք էլ իհարկե չեք կարողանա հասկանալ, կլինի արդյոք ձեր ցանկությունը, թե ոչ։ Ինչով խառնամ պահեք, ես էլ երևի մեկը պահեմ, չգիտեմ ինչ ցանկություն ունեմ, տեսնեմ։ Կենտրոնացեք ձեր ցանկության վրա, ֆիքսվեք։ Ահա, հուսով եմ հասցրեցիք պահել, մենք գնայինք առաջին տարբերակը, տեսնենք կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Շատ ուրախ եմ, շատ, առաջին տարբերակի ցանկությունը կատարվեց, երևի հանգստացավ քարտերը և որոշեց, որ պետք է լավ բան պարգևի ի վերջում, ափսոս, որ առաջինը չպահեցի։ Դրանք հավելումներ են, որոնք որ եւս կլինեն, հա, ես կասեմ այդ մասին։ Դրանք հավելումներ են, որ եւս կարող է, եթե հատկապես ձեր ցանկությունն է ու պլյուսը ձեր ցանկությունը այստեղ կար, իդեպ ինչ որ բաներ կա, որ այստեղ կա ինձ մոտ։ Հետաքրքիր է։ Դե տեսնենք։ Կասեմ։ Ուրեմն, ովքեր որ ցանկանում են տուն գնել, նաև ովքեր ցանկանում են տունը վերանորոգել, ապա կկարողանաք, բնականաբար նաև այս ձեր ցանկությունն է իրականանում, այսպես թե այնպես, գումար կստանաք, հեռախոս կամ նվեր կստանաք, կամ դուք կգնաք ինչ-որ մեկի համար, կամ նաև ձեզ համար, հա, գումարը կգա, կգնաք, հաղթանակ կունենաք, սա ընդունելություն է, սա հա ինչ-որ մի տեղում մի քանի հոգով մրցում եք ինչ-որ բանի համար և ձենն է լինում հաղթանակը։ Եվ նոր սեր, նոր հարաբերություններ, եթե հարցնում եք սիրում է արդյոք նա ձեզ, ապա հա այս քարտերով ասում է, որ այո, նաև այստեղ տատի, պապի, երևի միգուցե ուզում եք ամանորին բոլորով հավաքվել, ապա եւս այն կիրականանա, հա, եթե ցանկանում եք հավաքվել։ Այսքանը ոնց որ առաջին տարբերակի համար բնականաբար ցանկությունը իրականացավ, էլ էս կողքի բաները ձեզ այդքան էլ պիտանի չեն, պետք չեն։ Այնպես որ շնորհավորում եմ առաջին տարբերակին, միգուցե լավ ֆիքսվել եք, միգուցե կանգնացրել եք եւ ֆիքսվել եք ձեր ցանկության վրա, կամ այլ եղավ։ Գնանք երկրորդը։ Երկրորդը եւս ֆիքսվեք, պատկերացրեք, որ այնտեղ է արդեն ունենում։ Որպեսզի այդ էներգիան տակ քարտերին։
Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Մի փոքր ուշանում է ցանկությունը, ասում է, չի կարող մշտապես ուրախացնել, չէ՞, դե բոլորիս։ Ամբողջն ընկելա։ Ուրեմն գնումներ կատարել, գնալ շոփինգի։ Ընդհանուր ինքը այնինչ որ կասեմ, դա ուշանալու է, հա, ձեր ցանկությունները եթե մեջն են, ուրեմն այն եւս կուշանա, եթե մեջը չեն, ուրեմն դեռևս ժամանակը չէ։ Գումար կստանաք։ Նաեւ այստեղ օտար երկրի հետ կապված ոչ հարցեր, նաեւ միգուցե դա կապված է ձեր արձակուրդի հետ։ Բիզնես բացելը եւս կուշանա մի փոքր, հարսանիքը եւս մի փոքր կուշանա, բայց պատրաստվեք, որովիցե ոսկեղեն գնել կամ նվեր ստանալ ոսկեղեն կամ որովիցե բիժուտերիա նվեր ստանալ կամ գնել եւս, հա, այդ պահերը եւս այն կուշանա։ Եվ եթե ինչ-որ մեկից ուզում եք բաժանվել, ինչ-որ մեկին ուզում եք ձեր կյանքից հանել, եւս դա մի փոքր էլի ուշ կլինի, այնպես որ եթե տանելի չի, մի կերպ պետք է տանեք։ Նաեւ այստեղ տեղափոխում, մեկ այլ բնակարան, մեկ այլ տուն, սպորտում հաղթանակ, բայց դեռևս տեսեք ժամանակը չի, որովհետեւ մենք հաղթանակ չունենք, այսպես թե այնպես, համար պետք է պարապել դեռ եւ երեխաների հետ կապված ինչ որ հարցեր են։ Այստեղ կամ եթե պահել եք ձեր երեխաների համար, կամ նաեւ դա կարող է լինել օրինակ հղիություն, նաեւ ծննդաբերություն, հա, թեթև ծննդաբերություն։ Դա եւս մի փոքր այստեղ ուշանում է, բնականաբար ծննդաբերությունը եւս, հա, դեռ ժամանակը չէ, կամ նաեւ հղիությունը դեռ ժամանակը չէ։ Այսքանը երկրորդ տարբերակի համար, տեսնենք երրորդ տարբերակը։ Պահեք, եթե չեք պահել, նույն բանը մի պահեք, որովհետեւ պետք չի պահել այնքան մինչեւ աստղը կընկնի, միևնույնն է, դա չի նշանակում, որ կլինի ձեր ցանկությունը։ Համար պետք է ավելի շատ ֆիքսվել ձեր ցանկության վրա եւ մեկ տարբերակ պահել այդ ցանկության համար։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը, ինչպես տեսնում ենք, դեռևս չկա, հա, երևի դե մեկ այլ տեղում է։
փոքր հեռու են իրարից։ Ահա, ուրեմն երրորդ տարբերակում այստեղ նիհարելու հետ կապված եթե ուզում եք նիհարել, դա եք պահել, ապա մի փոքր ուշ։ Նա այստեղ պետք է հասկանալ, որ մի փոքր ուշ եք նիհարելու, որովհետև դիմացը ամանոր է, մի մոռացեք։ Ամանորին դեռ ոչ ոք չի նիհարել։ Եվ կենցաղային տեխնիկա գնելու համար եւս մի փոքր պետք է սպասեք, մեքենա գնելու համար եւս պետք է մի փոքր սպասեք, նաև նվեր են տալիս եւս էլի պետք է մի փոքր սպասեք։ Նոր սեր գտնելու համար եւս պետք է մի փոքր սպասեք, բայց եթե մտածում եք սիրում է արդյոք թե ոչ, ոնց որ դեռ զգացմունքները պետք է այնպես անեք, որ շատանա, որպեսզի ավելի շատ սիրի։ Որտեղ ավելի շատ սիրի, այլ սկսի սիրել։ Նաև այստեղ երաժշտական գործիքներ գնելու համար, գումար դեռևս չկա գնելու համար, հա, որ դա պետք է մի փոքր սպասեք։ Նաև նման տեղ այցելել, սովորել որևիցե երաժշտություն, եւս հա կարող է հիմա այդ ժամանակը չէ դեռ։ Եվ ծաղիկներ, կստանաք արդյոք թե ոչ, միգուցե այդ ձեր պահած ժամանակահատվածում չստանաք, հա, մեկ այլ ժամանակահատվածում տեսնեք այդ մարդուն եւ ձեզ օրինակ ծաղիկներ նվիրի։ Այսքանը երրորդ տարբերակի համար ոչինչ բաց չեմ թողել, կարծում եմ։ Չէ, ոնց որ։ Եթե բացել եմ թողել, դուք արդեն գիտեք, որ ինչ է, ինձ թվում է։ Այսքանը երրորդ տարբերակի համար, միայն ուրախացրեց առաջին տարբերակը։ Գնանք արդեն չորրորդ տարբերակը։ Պահեք, ֆիքսվեք ձեր ցանկության վրա, տեսնենք։ Ահա, կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը, տեսնենք, այստեղ ինչ է ասում։ Աստղն ընկավ, դա նշանակում է, հա, այստեղ որ սկիզբը ընկավ, դա նշանակում է ոնց որ դուք այդ ուղու վրա եք։ Նայեք ինքը քիչ է մնացել։ Դա նշանակում է, որ դուք այդ ուղու վրա եք։ Ոնց որ գնացեք, հա, այդպես շարունակեք եւ այն տեղը կունենա մի փոքր ուշ։ Ահա, ուրեմն չորրորդ տարբերակում այստեղ, եթե ուզում եք գնալ հանգստանալու, ապա կարծես թե ոնց որ դե արդեն կուշանա, հա, հանգստանալը։ Մի փոքր ավելի ուշ կարող եք գնալ հանգստանալու, նաև եթե ուզում եք լեզուներ սովորել, սովորեք, միգուցե նաև ասում է, որ լեզուներ սովորեք, նաև այստեղ ծնունդ է, միգուցե երեխաների ծնունդն է, միգուցե ընկերներով են հավաքվում եւ ծնունդ են անում եւ ձեզ կանչեն։ Բայց սա հարցում հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի բանում, հա, այստեղ առաջին տեղում կլինեք կամ եթե հարցազրույցի եք աշխատանքի համար կարող ձեզ ընտրեն, սպորտում նաև կարող է լինել սա հաղթանակ, ճիշտ է, չի ընկել սպորտը, բայց դե ինքը հաղթանակ է։ Կարող է շահում եք, ինչ որ բան եք շահում։ Դա լինի ձեզ համար հաղթանակ։ Այսքանը կարծես թե ինչ որ բաներ բաց եմ թողել, ոնց որ թե չէ։
Այսքանն է ընդամենը, որ մի փոքր կուշանա։ Մնացածի համար ուրեմն դեռ ժամանակը չէ, կամ դեռ դուք ինքներդ ոչինչ չեք անում այդ ցանկությունը իրականացնելու համար, դրա համար պետք է զբաղվեք դրանով։ Ում այստեղ արդեն ճանապարհին եք, անում եք ինչ-որ մի բան, բայց դեռ ոնց որ չի երևում, երբ այն տեղի կունենա։ Այսքանը թող որ բոլորի ցանկությունները իրականանան, երբ որ դուք պատրաստ եք, երբ որ գոնե ինչ-որ մի քայլ եք անում դրա համար, որովհետև ցանկությունը հենց այնպես ինքն իրան երբեք չի իրականանում։ Պետք է ինչ-որ մի բան անել այդ դրա համար, որպեսզի այն իրականանա։ Թող որ ձեր ցանկությունները կատարվեն, երբ որ նաև Աստծուն է հարմար, երբ որ կգտնի, որ դուք արժանի եք այդ ցանկությանը, հատկապես եթե դա շատ կարևոր ցանկություն է։ Այսքանը, լավ եղեք։